Առաջին հերթին կուզեմ հարցնել, որ լեզվով կուզեք, որ ես ելույթ ունենամ, կարող եմ և հայերեն, և անգլերեն։ Խնդրում եմ ձեռք բարձրացնեք, եթե անգլերենն եք ուզում լսել։ Okay, the majority says that I better speak in Armenian, and I would prefer to speak in Armenian because I'm in Armenia, and it is my national language, so. Նորից բարի լույս, ես Լիպսիմեն եմ Մարտիրոսյան և ինչպես սլայդից տեսնում եք, պացիենտական կազմակերպություն եմ ղեկավարում, որը որ հիմնել եմ 2017 թվականին և ինքս 2 անգամ կրծքագեղձի քաղցկեղ եմ ունեցել և մեծ շնորհակալություն պետք է հայտնեմ Վիգենին, երբ որ Վիգենը օրվա մասին տեսա LinkedIn-ում, սկզբում գրանցվեցի, հետո անցավ մի քանի օր, երբ որ աջենդան տեսա, կոմենտ գրեցի, որ շատ լավ միջոցառում է, հետաքրքիր է օրակարգը, ելույթները, բայց մի կարևոր գործընկեր պակասում է, և դա պացիենտն է, և շատ շնորհակալ եմ Վիգենին, որ անմիջապես ռեակցիա տվեց, ասեց իհարկե կարևոր են պացիենտները, նրանց ձայնը, խնդրեմ համեցեք, կարող եք, եթե հետաքրքրված եք ելույթ ունենալ, ինչի համար շատ շնորհակալ եմ նման հնարավորության համար։ Եվ Հենարան հիմնադրամը, բարեգործական հիմնադրամ է իր տեսակով, իրավական կազմակերպման տեսակով, հիմնվել է 2017 թվականին և գուցե մի փոքր տարօրինակ լինի, որ բժիշկն ու պացիենտը միասին են հիմնել, որովհետև սովորաբար լինում են, որ բժիշկները իրենց խմբով են հիմնում կազմակերպություն, պացիենտները իրենց խմբով, մենք որոշել ենք լինել կապող կամուրջը բժշկի և պացիենտի միջև և երկու համայնքի համար էլ աշխատել ծրագրեր անել։ Եվ մեր հիմնական խնդիրը, որը որ թիրախավորում ենք, դա քաղցկեղն է, հասկանալով, որ ես ունեմ անձնական պատմություն քաղցկեղի և հասկանալով, որ համակարգում կան շատ խնդիրներ, թիրախը ընդհանուր առմամբ ուսուցկաբանությունն է։ Եվ մեր շահառուներն են պացիենտները, նրանց ընտանիքի անդամները, խնամատարները, գուցե և ոչ ընտանիքի անդամ լինի, բայց խնամք իրականացնող լինի և քաղցկեղ վերապրածները։ Բայց մենք համագործակցում ենք առողջապահության ոլորտում բոլոր կառույցների, բոլոր շահագիծների հետ, չենք դիտարկում միայն ու միայն պացիենտների, որովհետև պացիենտները մենակով ոչ մի բան չեն կարող անել։ Ինչպես և բժիշկները առանց պացիենտների չեն կարող ոչ մի բան անել, պացիենտ պետք է լինի, չէ՞ որ բժիշկը աշխատանք ունենա։ Եվ հենարան բառը դե բոլորդ հայերեն գիտեք տիրապետում եք, մեր գործընկերների համար օտարերկրացի նշել եմ, որ դա նշանակում է ինչ-որ մի բան, որի վրա որ կարելի է հենվել, և այդ հենարանը բոլորի համար է, միայն պացիենտների համար չի։ Ի տարբերություն այլ պացիենտական, այսպես կոչված պացիենտական կազմակերպությունների Հայաստանում, որոնք որ հիմնականում զբաղվում են այդ crowdfunding-ով, 1, 2, 3 պացիենտների ֆինանսական բեռը թեթևացնելու և բուժումը կազմակերպելու համար։ Ինչով ենք մենք զբաղված։ Մենք նման գործունեություն չունենք, գումար չենք հավաքում, որ ինչ-որ մեկ անհատի կարողանանք բուժման բեռը թեթևացնել։ Մենք թիրախավորում ենք համակարգային խնդիրները և փորձում ենք համակարգային լուծումներ տալ նման խնդիրներին։ Եվ այս տարբերակում մենք մեր այսպես մոտեցումը կարելի է բնութագրել, որ եթե այլ կազմակերպությունները ձուկը որսում են և փոխանցում են կարիքավորին, որ նա ուտելու սնունդ ունենա, այսինքն գումար ունենա բուժումը կարգավորելու, ֆինանսավորելու, մենք սովորացնում ենք մարդկանց այդ ձուկը ինչպես որսալ, ինչպես պատրաստել և արդեն ինչպես կկամենան, այդպես ուտել։ Եվ դա դրա շուրջ է, որ մեր գործունեությունը ծավալվում է և պացիենտների հետ, և բժշկական հանդրության հետ, որ բոլորս ձգտենք և վերջապես հասնենք այդ ունիվերսալ համապարփակ բազմակողմանի առողջապահական ծառայություններ բոլորի համար, ինչպես որ ընդունված է Universal Health Coverage։ Խնդրում եմ անտեսել այն հանգամանքը, որ Հայաստանում չկան պացիենտական կազմակերպություններ։ Չէ, կան և մենք միակը չենք և մնացած բոլոր կազմակերպությունների դաշտում կան նմանատիպ այլ կազմակերպություններ, որ ինչ-ինչ տարբերություններով կարող են իրենց առաքելության գործունեության մեջ տարբեր խնդիրներ լուծեն, բայց ես ներկայացնում եմ այս շարքը, որոնց որ ես եմ ճանաչում, որ մեր նման կրկին տարբեր ոլորտներում, ուսուցկաբանությունից դուրս, բայց դեռ առողջապահության ոլորտում թիրախավորում են համակարգային խնդիրներ և փորձում են
համակարգային լուծումներ տալ, քաղաքականություն փորձել մշակել առողջապահության նախարարության հետ կամ այլ գործընկերների հետ։ Եվ ուզում եմ այսպիսի հարց տալ, դուք դիտարկում եք պացիենտներին որպես կլիենտ, հաճախորդ, այն միավորը, որի հետ որ գործողություն եք անում, որից որ ձևավորվում է բժիշկների աշխատավարձը, թե գործընկեր եք համարում։ Այս սլայդը իմ հին պրեզենտացիաներից մեկից եմ վերցրել, երբ որ 2019 թվականին IMCAN կոնֆերանս էր անում եւ ես դրա մասին լսեցի, էլի նորից ինքս ինձ կազմակերպեցի, որ հրավիրեն, ու երբ որ փորձում էի գրանցվել պաշտոնական այդ IMCA կոնգրեսին, տեսա, որ բոլոր stakeholder-ները, գործընկերները, առողջապահության ոլորտում ներկայացված են, patients organization-ներին, patient representative-ներին ինձ անտեսում, չկա, գոյություն չունեք։ Ու բավականին մեծ աղմուկ եմ բարձրացրել այդ հարցի շուրջ, որ ում համար եք այդ կոնգրեսը անում, եթե ինքը բժշկական է, ու պացիենտներին չեք ներգրավում եւ իրենց գործընկեր չեք համարում։ IMCA կոնգրեսի առումով ասեմ, որ դեռ մնացել են այդ մտքին, որ պացիենտներին, պացիենտական կազմակերպություններին չպետք է ներգրավի, բայց երևի մի օր կհասնեն են մտքին, որ ներառականությունը նաև առողջապահության ոլորտում է պետք դրսևորել։ Եվ այս առումով կարող եմ ասել, որ IMCA-ի կազմակերպիչ խորհուրդը շատ չի տարբերվում այլ կառույցներից, կազմակերպություններից։ Երեք Երևանում Եվրախորհրդի Երևանյան գրասենյակի կողմից կազմակերպվել էր միջազգային կոնֆերանս պացիենտների իրավունքների մասին։ Ես այլ կանալներով ինձ այսպես նորից ինքնակազմակերպվեցի, ինքնահրավիրվեցի, բայց որ Եվրախորհրդի գրասենյակը միջազգային կոնֆերանս է կազմակերպում, բուն թեման պացիենտների իրավունքներ ու պացիենտական կազմակերպություններ, պացիենտների ներկայացուցիչներ չի հրավիրում, այսինքն ինքը ժողովրդավարական արժեքների վրա հիմնված չի իրականացնում ներառականությունը, երևի IMCA-ին եւ այլ կազմակերպիչներին մի փոքր ներելի կարող է լինել։ Ներառականությունը եւ պացիենտական կազմակերպությունների ներկայացուցիչների կոմպետենցիան, կարողությունները, կարող է դուք մտածեք, որ դե պացիենտը ինչ ռեսուրս կարող է ունենա, որ լինի համարվի գործընկեր եւ ինչ կարող է բերել առողջապահության համակարգին, բացի սպառողը լինելուց։ Կարող եմ ասել, որ դուք սխալվում եք, ես կապացուցեմ օրինակներով եւ աշխարհում տարածված լոզունգներն են, սլոգաններն են, պացիենտները ինչպես են իրենց դիրքավորում։ Մեր մասին որ խոսում եք, մեր մասին վերացական խնդրում ենք չխոսալ, մեզ ներգրավել է ձեր առողջապահությունը դա առավելություն պրիվիլեգիա չի, դա իրավունք է եւ երբ որ դուք եք ինքներդ դառնում բուժառու եւ օգտվում ծառայություններից, հասկանում եք, որ դուք ուզում եք ակտիվ մասնակիցը դրանում լինել։ Մենք չենք ուզում լինել սեղանի վրայի մենյուն, որը որ բժշկական հանրությունը քննարկում է առանց մեր ներկայության եւ պատվերներ, որոշումներ իրականացնում առանց մեր կարծիքը հաշվի առնելու։ Մենք ուզում ենք լինել սեղանի շուրջ եւ ձեզ հետ հավասար քննարկողները։ Եվ չի կարող լինել առողջապահություն առանց հավասարության։ Եվ շատ ուրախ եմ Վիգենի սկզբնական ելույթը ողջույնի խոսքը լսելուց, ես ճիշտ ասած չէի սպասում, որ նման ձևով դիրքավորում կլինի, ես շատ ուրախ եմ, անգամ մի փոքր կշաքաղվեցի ձեզ լսելուց, եւ չէի սպասում, որ մեզ կխնդրեն խոսել ազնիվ, շիտակ, բաց եւ ավելի կառուցողական եւ օբյեկտիվ ձևով քննարկել առողջապահական այսօրվա խնդիրներն ու համակարգը, շատ ուրախ եմ դրա համար, որովհետեւ ես եւ քննադատողներից մեկն եմ, եւ սատարողներից, աջակցողներից մեկն եմ։ Եվ եթե պացիենտի համար ինչ-որ մի լավ բան եք ուզում անել, կարող է սկզբում պացիենտին հարցնել ինքը ուզում է, դա ինքը գնահատում է, որ դա լավ բան է, կարող է իրան դա ինչ-որ մի բանով խանգարում կամ հակասում է։ Եվ այսպես, Հենարան բարեգործական հիմնադրամը ունեցել է Հայաստանի Հանրապետությունից, առողջապահության նախարարությունից պատվեր, մրցույթով աշխարհել, մրցույթային գործընթացով անցել, որ կրծքագեղձի, քաղցկեղի սկրինինգի գործելակարգ մշակի եւ մրցել է այլ բժշկական կազմակերպությունների հետ եւ պացիենտական կազմակերպությունը հաղթել է մրցույթը։ Երբ որ մշակել է այդ գործելակարգը եւ ներկայացրել առողջապահական ծիգին, պատվիրատուին, սա ոսկե ստանդարտն է, ինչպես կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգը պետք է իրականացվի։ Մենք այդքան գումար չունենք, այդ ծախսի տակից դուրս չենք կարող անել։
Ես ծիգի ղեկավարին ստիպել եմ, նստել ենք հաշվիչը վերցրել ենք, հաշվել ենք ինչքան լրացուցիչ ծախս է պետք անել բոլոր այս պարտադիր քայլերը հոգալու համար։ Եվ ընդհանուր առմամբ ստացվել է, որ ամիսը մոտավորապես լրացուցիչ $20,000 էր պետք թիրախային բնակչությանը, կասկածով ախտորոշված կանանց, կազմակերպել լիարժեք համապարփակ սկրինինգ։ Ասեց դե ես շատ թանկ է ստացում, խնդրում եմ, ես իրեն բառացիորեն խնդրեցի։ Առողջապահության նախարարին փոխանցեք այս հաշվարկը, այս ինֆորմացիայով։ Եթե սա իմանալուց հետո նախարարը դեռ էլի կհրաժարվի, ուրեմն ես այնպիսի միջազգային պատնեշ կդնեմ, այնպիսի իրավիճակ կստեղծեմ, որ դուք առհասարակ սկրինինգի ծրագիրը չեք կարողանա իրականացնել։ 21 թվականի հունվարից սկսել է գործել սկրինինգը մեր նախագծած գործելակարգով 3 տարի գործելուց հետո շատ չնչին շտկումներ են տեղի ունեցել և հիմա համազգային սկրինինգը տեղի է ունենում մեր գրածի հիման վրա։ Սա այն ռեսուրսն է, որ պացիենտական կազմակերպությունը բերել է առողջապահական համակարգ։ Հաջորդը քաղցկեղի ռեգիստրը։ Պատերազմի օրերին իմ հոլանդական գործընկերները հարցրել են ինչով կարող են օգնել Հայաստանին պատերազմական վիճակով։ Ասել եմ, եկեք էլեկտրոնային ռեգիստր սարքենք, որտեղ դրանից առաջ Հայաստանում թղթային ռեգիստր էր։ Օգնել են, սարքել են 22 թվականից սկսվել են տվյալների մուտքագրումները։ Այս այն խնդիրներից մեկն է, որ պետք է բարձրաձայնեն, որ տվյալները մուտքագրվում են, բայց պատշաճ կերպով անալիտիկա չի իրականացվում և մենք համապարփակ real world data չենք կարողանում ստանալ, որ կարողանանք կուրծքաբանության ոլորտում public health ծրագրեր իրականացնել։ Եվ շնորհակալություն իմ գործընկերներին, որ կարողացել են նման արժեքավոր բան տրամադրել Հայաստանին իրենց ռեսուրսով, բայց Հայաստանը պատշաճ կերպով չի ռեալիզացնում, ուտիլիզացնում այդ ռեսուրսը, ինչի մասին, որ պետք է խոսել և կատարելագործել։ Տարիներ շարունակ իրականացնել ենք կյանք առանց ցավի, պալիատիվ բուժօգնության և ցավազրկման հասանելիությունը։ Դուք ձեր տարածքային ռեգիոնալ ծրագրեր իրականացնելուց խնդրում եմ հաշվի առեք, որ մարդիկ ցավազրկման կարիք ունեն ոչ միայն քաղցկեղով հիվանդներ, այլ առհասարակ տարբեր դիագնոզներով մարդիկ, ովքեր որ ցավի մեջ են ապրում, չպետք է ապրեն ցավի մեջ։ Մեկ այլ ծրագիր, որ մեր կազմակերպության շնորհիվ կապերը միջազգային օգտագործելով մեկ նեֆրոլոգի Բժիշկ Քարամյանին ուղարկել ենք Ռոտերդամ Էրազմուս հիվանդանոց, որտեղ որ անվճար մեկ ամբողջ ամիս անցել է internship, որի շնորհիվ որ կարողացել է սովորել, իմանալ և Հայաստանում արդեն տեղայնացնել մեծահասակների համար երիկամների բիոպսիա, որոնք են ներկայիս այն խնդիրներից մի մասը ընդամենը, որոնք որ ես կուզեմ, որ դուք տեղյակ լինեք ու որի շուրջ որ հարկավոր է աշխատել, որտեղ բոլորիս է անդրադառնում, բոլորիս վրա է դա անդրադառնում, կեղծ դեղերը, չափազանց թանկարժեք դեղերը, որոնց կարիքը որ մարդիկ ունեն, դրանց կեղծ տարբերակները ազատ շրջանառվում են շուկայում և դրա դեպը ոչ ոք չի առնում, ոչ նախարարությունը, ոչ այլ կառույցները։ Որակի հսկողությունը և որակի ապահովումը առողջապահության ոլորտում։ Ամեն ինչը թղթի վրա այնքան շատ սիրուն է շարադրված, շատ գեղեցիկ, շատ առաջադեմ համակարգ է, բայց իրական կյանքում ֆիկցիա է, պարզապես շատ ձևական բնույթ է կրում, նույնը լիցենզավորումը, երբ որ տարբեր սարքավորումներով պայմանավորված պետք է լիցենզավորվեն ծառայությունները, սարքավորումը իբր թե կա, բայց մեծ բուժկենտրոններ և միջիններն էլ այսպես պարտքով շրջանառում են իրար մեջ, բերում են, դնում են, ստուգողը գալիս է, ստուգում է, պտիչկեքը շարում է, գնում է, հետո պարտքով վերցրած սարքավորումները հետ են վերադառնում իրաց տեղերում և բոլոր բուժ հաստատություններն են այս խաղը խաղում, մեկը չի, երկուսը չի։ Սա լուրջ խնդիր է, որ մենք չենք կարող առողջ Հայաստան ունենալ այսպես ֆիկցիաներով, ամոթ է, 26 թվում ենք ապրում, 21 դարն է։ Եվ պալիատիվ խնամքն ու ցավազրկումը, որը որ շատ դրա բացակայությունը ազդում է մարդկանց կյանքի որակի վրա։ Եվ հաջորդը ինչի մասին որ կուզեմ ասել, որ այս տեխնոլոգիաների զարգացումը, արհեստական բանականությունը եւ այլն, ուզում ենք մեծ քայլերով առաջ շարժվենք, բայց շատ հարցերում հետ ենք մնացել, հետ ենք ընկած։ Ուռուցքաբանության ոլորտում ճառագայթային բուժման տեսակի մեջ Ճառագայթային ուռուցքաբան մասնագիտությունը գրանցված չի Հայաստանում,
դա առանձին կրթական ծրագիր է իրենից պահանջում։ Բժշկական ֆիզիկոսը, որ արագացուցիչների վրա, ճառագայթային բուժման համար արագացուցիչների եւ այլ գործիքների համար, սինտիգրաֆիա, կատեի, ամեն ինչի համար բժշկական ֆիզիկոս է պետք։ Այդ մասնագիտությունն էլ չկա գրանցված Հայաստանում, ու դա էլ է իր համար առանձին կրթական ծրագիր պահանջում։ Առողջ Հայաստան ունենալու համար բուժ աշխատողները պատշաճ որակավորում կվալիֆիկացիա կրթություն պետք է ունենան։ Ճառագայթային բուժումը դա չունի այսօր Հայաստանում եւ մեր կազմակերպությունը նախաձեռնում է նման ծրագիր, որ ունենանք մագիստրատուրայի կրթություն այդ առումով։ Շնորհակալություն։